Երկրորդ մասի համաձայն ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջարկել Արմենուհի Հարությունյանին։ Հիշեցնեմ, որ հարցը քննարկվում է կանոնակարգի 135-րդ հոդվածի սահմանված կարգով։ Խմբակցության անունից թեկնածուին ներկայացնելու համար ձայնը տրվում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Հերիկնաս Տիգրանյանին։ Տիկին Տիգրանյան, համեցեք մինչև 10 րոպե։ Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, բարձրագույն դատական խորհրդի անդամի հարգելի թեկնածուներ, ներկայացնում եմ բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Արմենուհի Հարությունյանի կենսագրականը։ Ծնվել է Երևանում, 1994-99 թվականին ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ստանալով դիպլոմավորված մասնագետի վկայական։ 2008-ից 2010 թվականին Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետն ավարտելով ստացել է իրավագիտության մագիստրոսի կոչում։ 2010-ից 2014 թվականին սովորել է Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի ասպիրանտուրայում, իրավագիտության ֆակուլտետում, դատավարական իրավունքի ամբիոնում։ Արմենուհի Հարությունյանի աշխատանքային փորձը սկսվել է 1999 թվականից եւ մինչեւ այդ ժամանակից մինչեւ 2001 թվականը աշխատանքային փորձառություն է ձեռք բերել կառավարության առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունում, սկզբում որպես արտաքին կապերի բաժնի առաջին կարգի մասնագետ, այնուհետև միջազգային համագործակցության բաժնի առաջատար մասնագետ։ 2001-ից 2003 թվականներին աշխատել է կառավարության առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում որպես ծառայության պետի աշխատակազմի օգնական, այնուհետև միջազգային բաժնի գլխավոր մասնագետ։ 2003 թվականից մինչև 2024 թվականը տեխնացուն աշխատել է արդարադատության նախարարությունում, նախ որպես միջազգային իրավական հարաբերությունների վարչության եվրաինտեգրման եւ զարգացման բաժնի գլխավոր մասնագետ, այնուհետև միջազգային իրավական հարաբերությունների վարչության դատական հանձնարարությունների բաժնի պետ, 2014-ից 2016 թվականին նույն նախարարության միջազգային իրավական փոխօգնության եւ արտաքին կապերի վարչության հանձնումների եւ դատական հանձնարարությունների բաժնի պետ, 2016 թվականից մինչև 22 թվականի իրավական փոխօգնության վարչության պետ եւ 2022 թվականից մինչև 24 թվականի նոյեմբերը աշխատել է արդարադատության նախարարի տեղակալ։ 2025 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին եղել է Soft Construct Փակ բաժնետիրական ընկերությունների խմբի իրավաբանական տնօրեն։ Զբաղեցրած պաշտոնների նկարագրությունների եւ գործառույթների վերաբերյալ կարծում եմ, եթե կլինեն հետաքրքրող հարցեր կպատասխանի տեխնացուն, որպեսզի չծանրաբեռնեմ ուղղակի տվյալները եւ ներկայացնեմ տեխնացուի մասնագիտական գործունեության վերաբերյալ այլ տեղեկություններ։ 2008 թվականին եղել է Եվրամիության անդամ պետությունների հետ վիզաների դյուրացման աշխատանքային խմբի փորձագետ։ 2008 թվականին եղել է Հայաստանի Հանրապետությունում կանանց իրավունքների վերաբերյալ ազգային զեկույցի պաշտպանության աշխատանքային խմբի փորձագետ, այնուհետև Եվրոպայի խորհրդի միջազգային վարչական իրավունքի աշխատանքային խմբի անդամ, 2012-ից 14 թվականին եղել է ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի, կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների մոնիտորինգային խմբի անդամ, 2011-ից 21 թվականին եղել է Եվրոպայի խորհրդի քրեական գործերով իրավական համագործակցության փորձագիտական խմբի անդամ, փորձագիտական խմբում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, դասավանդել է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում քրեական իրավունք դասընթացը, ինչպես նաև Արդարադատության նախարարության Արդարադատության ակադեմիայում քաղաքացիական եւ քրեական ուղղվածության դատավորների վերապատրաստման դասընթացները, միջազգային իրավական փոխօգնության արդի հիմնախնդիրները առարկան։ 2019-ից 2022 թվականին Եվրամիության եւ Եվրոպայի խորհրդի արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում կիբերհանցավորության դեմ պայքարի համագործակցության Cyberist հանձնաժողովի անդամ է։ Լեզվի իմացություններ հայերենից բացի տիրապետում է ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն, ամուսնացած է, ունի 2 զավակ, սա էլ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն։ Թերևս այսքանը, շնորհակալություն։ Հարցերի համար հերթագրում դահլիճում լռություն։ Շնորհակալ եմ, Տիկին Տիգրանյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, հարցեր չկան։
Ձայնը տրվում է Վարչագույն դատական խորհրդի անդամի տեխնացու Արմենուհի Հարությունյանին, Տիկին Հարությունյան, համեցեք, խնդրում եմ։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, նախ չեմ կարող երախտագիտության խոսք չասել իմ տեխնացությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ դիտարկելու եւ ինձ առաջադրելու համար, որն իրապես մեծ պատիվ եմ համարում։ Հեռու եմ այն մտքից, որ ձեր կամ մեր հանրության լայն շրջանակներին ծանոթ չեն դատական համակարգի առաջ ծառացած հիմնական խնդիրները, քանի որ դրանք բարբերաբար քննարկման առարկա են դառնում, իսկ դրանց լուծման ուղղությամբ երկարամյա ջանքեր ենք գործադրել։ Ինչևէ, անկախ նրանից մենք դատական համակարգը համարում ենք անկախ եւ կայացած, թե դրա կայացման գործում լրջագույն խնդիրներ ենք դիտարկում, կարծում եմ միանշանակ է միայն այն, որ յուրաքանչյուրս ունի հստակ գիտակցում, որ մեր երկրի համար անկախ եւ արդար դատական համակարգը կենսական անհրաժեշտություն է։ Եվ չի կարող Հայաստանի Հանրապետությունը պետական կառավարման որևէ ոլորտում արձանագրել իրական հաջողություններ առանց զարգացած դատական համակարգի։ Որպես գիտակից եւ պատասխանատու մարդ ինձ պարտավոր եմ համարում ձեզ եւ հանրությանը ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի անդամին հավակնելու իմ շարժառիթները, քանի որ հասկանում եմ, որ դրա համար պահանջվող մասնագիտական որակները, կենսափորձն ու տարիների աշխատանքային ձեռքբերումները պետք է հիմք հանդիսանան այս բարձր կոչումը եւ դրա պատասխանատվությունը, ու եթե կուզեք, նաեւ բեռը կրելու համար։ Իմ կյանքի 25 տարիները ես նվիրել եմ պետական համակարգում աշխատանքին, որից միայն 22-ը աշխատել եմ հենց արդարադատության ոլորտում, ի պաշտոն է իրականացրել կամ մասնակցել եմ մասնագիտական գործունեությունից բխող մոտ 40 իրավական ակտերի մշակման աշխատանքներին, ըստ որում եւ քաղաքացիական, եւ քրեական, եւ վարչական ոլորտներում մեծամասամբ հենց դատավարական փոփոխություններ եմ ներկայացրել ձեր դատին նաեւ, եւ դրանք ձեր աջակցությամբ ընդունվել են, ներկայումս էլ կյանքի են կոչվել։ Կարևոր ձեռքբերում եմ համարում այն, որ Հայաստանում ներդրել եմ իրավական փոխօգնության ինստիտուտի համապարփակ կարգավորումները, որոնց գերակշիռ մասը առհասարակ որևէ կերպ կարգավորված չէին անկախ Հայաստանի պատմության ընթացքում։ Գուցեև ոչ մեծ, բայց արժեքավոր ձեռքբերում եմ համարում նաև այն, որ իմ երկարամյա պետական գործունեության ընթացքում անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից եւ իրականացրած գործունեության ոլորտից երբևէ իմ անունը չի ստվերվել որևէ կոռուպցիոն բնույթի կամ շահերի բախման հետ կապված գործողությամբ կամ անգամ կասկածով կամ նույնիսկ ակնարկով։ Միշտ համարել եմ, որ իմ վարքը պայմանավորում է ինձ ճանաչող անձանց շրջանակներում պետական պաշտոնյայի նկատմամբ վերաբերմունքը եւ մշտապես փորձել եմ լինել օբյեկտիվ, արդարամիտ, չկորցնել մասնագիտական անկախությունը, անկախ այն հանգամանքից, թե ինչ պաշտոններ եմ զբաղեցրել։ Իմ գործունեությունը մշտապես ուղղված է եղել տվյալ ոլորտի զարգացմանը, թե օրենսդրական, թե գործառնական հարթություններում։ Բարձրագույն դատական խորհուրդը մի մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը, ուստի նրա գործառույթների ծավալը չի կարող առաջնային եւ կարեւորագույն ազդեցություն չունենալ մեր երկրում դատական համակարգի կայացման, զարգացման, անկախության պահպանման համար։ Բարձր եմ գնահատում այս մարմնի նշանակությունը մեր երկրում իշխանություններից մեկի դատական իշխանության կայացման եւ զարգացման համար եւ դրա մասը կազմելը մեծ պատիվ ու ահռելի պատասխանատվություն եմ համարում։ Բարձրագույն դատական խորհուրդն այն տեղն է, որտեղ պատրաստ եմ ներդնել ջանքեր, ուժեր, գիտելիք, կամք ու ստանալ նոր որակներ, նոր փորձություններ հաղթահարել, նորովի մոտեցումներ ձևավորել, դնել նոր նպատակներ եւ հասնել դրանց։ Ասածս չի նշանակում, որ ես անձամբ չեմ տեսնում կամ չեմ կիսում մեր երկրում դատական համակարգի վերաբերյալ ազգային եւ միջազգային մասնագետների կողմից վերհանված խնդիրները։ Իհարկե, Հայաստանն առաջադրել է հավակնոտ նպատակներ կապված ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական աճի եւ համահավասար հնարավորությունների ապահովման հետ։ Այդ նպատակներին հասնելու համար կարևոր նախապայման է բարձր կատարողականությամբ դատական համակարգ ունենալը։ Չնայած վերջին տարիների ընթացքում Հայաստանի արդարադատության համակարգի ամրապնդման ուղղված բազմաթիվ քայլերին, այդ թվում եւ իմ կողմից վերջին 2-3 տարիների ընթացքում ներկայացված օրենսդրական փոփոխություններին, ցավոք, դրանք դեռ բավարար չեն դատական համակարգի արդյունավետությունը բարձրացնելու համար ցանկացած նպատակակետին։
Դատական համակարգի նվազ արդյունավետությունը հանգեցնում է երկրի հետընթացի առաջադրած նպատակներից եւ հաճախ հարուցում է մեր քաղաքացիների արդարացի դժգոհությունը եւ այստեղ խնդիրը միայն դատավարական ժամկետների խախտումները չեն ամենևին, այլ դատական ակտերի որակը։ Մտահոգիչ են նաեւ արդարադատության մատչելիության ապահովման ցուցանիշները։ Չեմ կարող չխոստովանել, որ վերջին շրջանի օրենսդրական որոշ փոփոխություններ կարող են հանգեցնել մատչելիության, քաղաքացիների համար արդարադատության հասանելիության խնդրի խորացմանը։ Ուստի առկա են բարեփոխումների եւ արդարադատության մատչելիության ապահովման բալանսավորման խնդիրներ։ Մարտահրավերը նաև դատավորների մասնագիտական որակական հատկանիշների բացացման, պարբերաբար որակյալ կրթական ծրագրերի, առարկայական եւ ոչ ձևական վերապատրաստումների ապահովումը։ Խնդիր է դատական համակարգում մարդկային ռեսուրսների կառավարումը, որակյալ կադրերի ներգրավումը։ Սա վերաբերել է ոչ միայն դատավորներին, այլ նաև դատական համակարգի ողջ աշխատակազմին։ Խորին համոզմունք ունեմ, որ դատական համակարգի արդյունավետությունը գրեթե անհնար է բարձրացնել, եթե դատական համակարգի բյուջետավորումը ծառայեցվի միայն աշխատավարձային ֆոնդին եւ բավարար գումարներ չհատկացվեն զարգացման ծրագրերի իրագործմանը։ Վերջին տարիներին դատական համակարգում բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ են կատարվել, քրեական օրենսգրքում դատավարության օրինակ 2023-ին ներմուծվել է արագացված բարույթներով դատավարության կարգն ու պայմանները, լրացվել են օրենսգրքում համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթները կարգավորող գլուխները 2024-ի սկզբին։ Ավելորդ չէ հիշել նաև, որ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, մինչև 2 միլիոն գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելը գործառույթը տրվել են նոտարներին, օրենքով պարտադիր հաշտարարության դիմելու պահանջներ են սահմանել, արբիտրաժի մասին օրենքում փոփոխություններ են կատարվել եւ ըստ ՊԴԽ պաշտոնական վիճակագրության այս եւ այլ փոփոխությունները որոշակիորեն հանգեցրել են քաղաքացիական եւ քրեական գործերով դատարանների բեռնաթափմանը։ Սակայն բեռնաթափումը մեր հիմնական նպատակակետերից չէ, քանի որ դա նպատակ չուներ ամենևին ծանրաբեռնվածության նվազեցումը դատական համակարգում, պետք է բերեր մի հանգրվանի, մի վիճակի, որը հնարավորություն կտա քանակից անցում կատարել որակի, նկատի ունեմ դատական ակտերի որակի եւ արդարադատության որակի բարձրացմանը։ Իրականացված բարեփոխումների արդյունավետությունը գնահատելու համար ճշգրիտ եւ արժանահավատ մոնիտորինգային հաշվետվությունների կենսական անհրաժեշտություն կա։ Սա արձանագրել է բազմիցս ինչպես պետական մարմինների, այնպես էլ միջազգային կառույցների կողմից։ Գաղտնիք չէ, որ դատական համակարգի գործունեության թափանցիկության եւ հաշվետվողականության տեսանկյունից հիմնակարային նշանակություն ունի հանրության համար հասանելի դատարանների գործունեության վիճակագրության հրապարակումը։ Բարձրագույն դատական խորհրդի կողմից գործունեության մշտադիտարկման իրականացման կարգերն անհրաժեշտ են ոչ միայն գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ, ինչպես հիմա է, այլ բազմաթիվ ուղղություններով հանգամանալից եւ բազմավեկտոր վիճակագրություն իրականացնելը անկախ եւ արդյունավետ դատական համակարգ ունենալու նպատակին հասնելու ճանապարհն է։ Գտնում եմ, որ բարձրագույն դատական խորհուրդը պետք է բացառի այն դեպքերը, երբ դատարանների գործունեության որևէ ասպեկտով վիճակագրություն չի վարվում։ Ասածս թվերի մասին չէ, այլ գործունեության գնահատման մասին է, սխալները նկատելու, տեսնելու, վերհանելու մասին է, անգամ իրավական ակտերում փոփոխությունների կատարման հիմնավորվածությունը բարձրացնելու մասին է։ Մոնիտորինգի եւ վիճակագրության կազմակերպումը կբարձրացնի նաեւ դատարանների գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Մենք բացասական ենք հաճախ դիտարկում դատարանների գեշ ծանրաբեռնվածությունը, բայց մյուս կողմից քիչ թվով դատարաններով եւ հայցերի տարեցտարի աճող քանակով ուզում ենք զարգացնել դատական համակարգը եւ հասնել դատական իշխանության իրական անկախության ու արդյունավետության։ Արդյոք մենք կարիք չունենք վերանայելու մեր մոտեցումները։ Դատարանների գեշ ծանրաբեռնվածությունն այո խնդիր է, բայց մյուս կողմից այն կարող է վկայել նաև հասարակության իրավական գիտակցության բարձրացման մասին, օրինակ սեփական իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելը նույնպես քաղաքացու վստահության նշան է, իսկ այդ վստահությունն անգին է։ Դատական համակարգի սուրբ պարտքն է իրականացնել արդարադատությունն այնպես, որ անգամ պարտվող կողմի համար չառաջանա կասկած դատավորի անաչառության եւ օրենքի խախտման վերաբերյալ, իսկ պետության պարտքն է ապահովել դատարանների անխոչնդոտ գործունեությունը։ Ելույթից վերջում ուզում եմ նշել, որ ձեր վստահության քվեն ստանալու պարագայում, որպես բարձրագույն դատական խորհրդի անդամ, իմ գործունեությամբ ամեն ինչ անելու եմ նպաստելու դատական համակարգի լիարժեք անկախությանը եւ անաչառությանը, հստակ գիտակցելով, որ անկախությունը ամենաթողություն չէ։
Վստահեցնում եմ, որ նպատակ ունեմ մասնակցելու ԲԴԽ այնպիսի կարգերի թե օրենսդրական ակտերի մշակմանը, որոնք կբարձրացնեն արդարադատության արդյունավետությունը, կազդեն դատական որոշումների որակի վրա, կբարձրացնեն հասարակության վստահությունը դատարանի հանդեպ, ձևավորելով հարգանք դատավորի եւ դատարանի նկատմամբ, ինչը մեզ բոլորիս հիմա շատ անհրաժեշտ է։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Շնորհակալություն։ Հիմա հարցեր կարող են հնչել, խնդրում եմ նախապատրաստվել եւ գրանցվել հարցեր տալու